Տավարի մսով և կարտոֆիլով տապակ, խմորեք կաթսայի մեջ կամ խուրջին։ Բաղադրիչները տեսահոլովակի ներքևում։ Պատրաստում ենք խմորը։ Ալյուրին ավելացնում ենք հալեցված կարագ, աղ, ջուր և խառնում։ Ստանում ենք այսպիսի խմոր, փափուկ։ Թողնում ենք հանգստանա։ Այնուհետև կտրատում ենք խորանարդաձև տավարի միս, կարտոֆիլ։ Տավարի միսը մի փոքր տապակում ենք, ավելացնում ենք հում կարտոֆիլը, քերած կամ կտրատված սոխը, լոլիկը, կանաչիները, համեմում ենք աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ ըստ ցանկության և այսպիսի միջուկ ստանում։ Այնուհետև վերցնում ենք խմորը, բաժանում երկու մասի, մնացածը նայեք տեսահոլովակում։ Վերցնում ենք ավելի խորը տարավ, որպեսզի մեր ստացված գնդիկը ավելի մեծ լինի։ Ահա ստանում ենք այսպիսի գունդ։ Միջուկին վերջում ավելացնում ենք կարագ և կտրատված սխտոր։ Խմորից ստանում ենք հյուսքեր, ահա տեսահոլովակում ես ցույց եմ տալիս ինչպես։ Եվ տեղադրում մեր գնդերի վրա։ Վերջում վրան քսում ենք ձվի դեղնոց, քունջուտ ըստ ցանկության և տեղափոխում ջեռով 200 աստիճան։ Ահա և մեր խուրջինը պատրաստ է։ Շատ համեղ և շատ գեղեցիկ, բարի ախորժակ։ Պատրաստվում է 1 ժամ 15 րոպեում։ Գնահատեք և բաժանորդագրվեք։